Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Հրապարակորաթերթը գրում է. գրել էինք, որ Փաշինյանը որոշել է կրկին ռևերանսներ անել Ռուսաստանին, որի դիրքերն այսօր ամրապնդվում են։ Դրանով էին պայմանավորված Եվրաքվեի նախագիծը 2 ամսով հետաձգել է եւ ՌԴ-ին ուղղված վերամերձեցման քայլերը, մասնավորապես միջգերատեսչական հարաբերությունները վերականգնելու հրահանգը, սակայն ՌԴ-ում չեն հավատում Փաշինյանի անկեղծությանը եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցի հետաձգումը ըստ լուրերի պայմանավորված է նրանով, որ ստուգեն Փաշինյանի գործողությունների անկեղծությունը եւ հասկանան ինչպես են շարունակում համագործակցությունը Հայաստանի հեղեղուկ իշխանության հետ։ Հրապարակորաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը երեկ Facebook-յան էջում կարճ տեսանյութ տարածեց գիծ գրառմամբ, որ հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Ըստ որոշ տեղեկությունների Փաշինյանը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանն առանց նախապայմանների բացելու մասին, ինչպես նաև ցեղասպանության ճանաչման պատմությունը վերանայելու, Մեղրիով երկաթուղային անխոչնդոտ բեռնափոխադրում ապահովելու պատրաստակամության մասին։ Ըստ էության հավաստում են լուրերը, որ Փաշինյանը սերտ շփումներ ունի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ եւ պատրաստ է իր իշխանությունը պահելու դիմաց Ռուսաստանին փոխարինել Թուրքիայով։ Հրապարակորաթերթը գրում է. ԿՊ-ում կարծում են, որ Միեդում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ազատումը դրսի պահանջով է եղել։ Ուրբաթ օրը ԱԺ-ում ԿՊ ֆրակցիայի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Եղիշե Կիրակոսյանին ազատել է ինքը, քանի որ դժգոհություններ ունի նրա աշխատանքից։ Այն դեպքում, որ պաշտոնապես հաղորդվել էր, թե Կիրակոսյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն եւ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ամիսներ առաջ, թե պատճառը որն է եւ ինչ պայմանավորվածության համաձայն չեն մանրամասնել։ Նիկոլ Փաշինյանը եւս չի մանրամասնել փակ նիստում իր դժգոհության պատճառները, սակայն խաղաղության գործընթացի մասին նրա խոսքից ԿՊ-ում եզրակացրել են, որ Կիրակոսյանի ազատման պահանջը գուցե դրվել է Ադրբեջանի կողմից։ Հրապարակորաթերթը գրում է. Փաշինյանը հրանգել է թիմին ոչ մի կերպ չխառնվել ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերի միջև շաբաթներ ձգվող լեզվակռվին, առաջարկել է թուլանալ եւ հաճույք ստանալ, թե ինչպես են իրենց հակառակորդներն իրար միս կրծում։ Թիմում զարմացել են, երբ տեսել են նրա արձագանքը այդ վեճին։ Նա ասել է, որ իրեն ոչ ոք իշխանության չի բերել։ 2018-ի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունը իշխանության է բերել ժողովրդին, իսկ ինքը ժողովրդի իշխանության տեղապահն է։ ԿՊ մերաղբյուրի կարծիքով Փաշինյանը Գյումրի կատարած անփառունակ այցից հետո հավանաբար այնքան է մտահոգվել իշխանության վարկանիշով, որ պատրաստ է ամեն գործիք օգտագործել այդ ընտրություններում հաղթելու համար։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. այս տարի եւս Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսով հարևան 4 երկրներից զիջում է միայն Վրաստանին։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի վարկանիշային դիրքերի նահանջը բոլոր հարևաններից ավելի մեծ է։ Համաձայն Heritage հիմնադրամի կողմից հրապարակված տնտեսական ազատության ինդեքս 2025 ամենամյա զեկույցի 2025-ին Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսը կազմել է 65.4 միավոր, նախորդ տարվա ցուցանիշից 0.5 միավորով ավելի, սակայն 6.5 միավորով պակաս, քան 2021 թվականի ցուցանիշը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. օրաթերթին հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզի դատավոր Դավիթ Սարգսյանի վճռով Հայաստան խմբակցության պատգամավոր ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հայրը արդարացվել է։ Օրաթերթի տեղեկություններով այս տարվա փետրվարի 27-ին դատարանը վճռել է ճանաչել եւ հռչակել Վաչիկ Գուրգենի Սաղաթելյանի անմեղությունը 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ եւ նրան արդարացնել իրեն մեղսագրվող արարքի կատարումն ապացուցված չլինելու հիմքով։ Վաչիկ Գուրգենի Սաղաթելյանի նկատմամբ մտրված խափանման միջոցը բացակայելու արգելանքը վերացնել։ Հիշեցնենք, որ Վաչիկ Սաղաթելյանը 2016 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի ղեկավարի պաշտոնը ըստ մեղադրանքի ծառայության նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունք է դրսեւորել եւ պաշտոնավարման ընթացքում իր լիազորությունները պատշաճ չի կատարել, ինչի հետևանքով անզգուշությամբ էական վնաս է պատճառել Գեղամավան համայնքի օրինական շահերին, այն է 2.790.000 դրամ չի մուտքագրվել համայնքի բյուջե։